Մինչև բուն խոսքից անդրադառնալ է, այսօր կուզեմ խմեմ, չընդունեք որպես սա շողոքորթություն, շոպլիկություն, այսօր կուզեմ խմեմ մեր ազգի լավ աղբերների կարգին տղեկի տուն պահող կարգին տղեկի կենացը, հատկապես ուրիշների ընտանիքների հաշվին տուն պահող լավ տղեկի կենացը։ Կուզեմ խմեմ, նմանվում է բանաստեղծության, բայց ամենայն դեպս Աննայի ֆոնդերին մուծվող հայրենասեր կոմերսանտների կենաց է կուզեմ խմեմ։ Եվ ինչքան շատ են Աննայի ֆոնդերին մուծվել, այդքան շատ պետք է խմել այդ մարդկանց կենացը։ Յուրահատուկ սա մարդկային տիպ է, որը անխոս պետք է գնահատել։ Բանակից ազատված, սեփական որդիներին բանակից ազատած, ազգայնական գործիչների, դաշնակների կենացը պետք է խմել այսօր հարգելի բարեկամներ։ Ինչքան շատ են, չէ՞։ Պետք է պահել, պահպանել, որպեսզի իրենք ավելի շատանան։ Նիկոլին կապիտուլյանտ անվանող, բայց Նիկոլի ձեռից քացով ծեծ ուտող ընդդիմադիր գործիչների կենացը պետք է այսօր խմել։ Այս բաժակով կոֆեի։ Աստծուց հեռու գտնվող տերդերների կենացը Նիկոլին օրհնող։ Ազգային անվտանգության ծառայության գործակալ ընդդիմադիր գործիչների կենացը պետք է խմել։ Քրեական հեղինակություն ոստիկանական համակարգի գործակալների կենացը պարտադիր պետք է խմել հարգելի բարեկամներ։ Տեսնում եք ինչ հարուստ հայրենիք ունենք մենք։ Ձեր բոլորի կենացը ծալեք, ծաղկեք, բարգավաճեք, չմոռանանք նաև փողով գիտությունների թեկնածու դարսածների, դոկտորների կենացը եւ ամենակարևորը պատմական հանցագործի դեմը զգաստ կանգնող պատիվ ունեցող միանշանակ պատիվ ունեցող գեներալ գնդապետ փոխգնդապետների կենացը։ Հիմա բուն խոսքից։ Բայց այս ամենը հանկարծ չընդունեք որպես շողոքորթություն, հարգելի բարեկամներ։ Սա ուղղակի, երբեմն վատը տեսնում ես, պիտի լավն էլ տեսնես։ Ես շատ հաճախ վատն եմ տեսել, լավը չեմ տեսել, հիմա լավն եմ տեսնում եւ այդ մարդկանց գովաբանում եմ։ Մեկ-մեկ էլ ես գովաբանեմ մարդկանց։ Ինչ կլինի։ Իմ ընկերներից մեկը, քիչ առաջ Facebook-յան ընկերներից մեկը, պատմաբան Տիգրան Սարուխանյանը մի post էր գրել, որտեղ մի այսպիսի արտահայտություն կար։ Ասում է, եթե Նիկոլ Փաշինյան, ադրբեջանցիները հողերը հետ տան, Ադրբեջանը հետ տա, հողերը, Արցախը։ Կար ժամանակ հետո էլի նույն ձևի կարողանա գրավել։ Ամբողջությամբ ստորագրում եմ այս մտքի տակ, եթե վաղը Ադրբեջանը իր զորքերը հետ քաշի, 1 տարի հետո ինքը հանգիստ կգրավի այդ ամենը եւ տեղի կունենա էլի այն ինչ որ տեղի ունեցել է տարիներ առաջ։ Էլի մի հատ նոր Արցելուն Հովանիսյան կառաջանա, հիմա դե Արցելունը արդեն շատ է բարձրացել, դժվար թե այդ գործի ինքը անի, բայց անպայման մի Արցելուն Հովանիսյան կառաջանա, կասի հաղթելու ենք, չի ասի հաղթում ենք, կասի հաղթելու ենք, որ հետո ասես բասում էիր հաղթում ենք, ասի ով է ասել հաղթում ենք, ես ասել եմ հաղթելու ենք։ Սա դարավեն Շաքարավազի պատմություն, որ մի պարսիկ գալիս է Երևան, պեսոկ է ուզում, մի ինչ-որ խապեպա քծող իրեն ավազ է տալիս, հետո ձերբակալում են դրան, ասում են չես ավազ տվել մարդուն Շաքարավազի տեղը, ասում է ինքը ավազ ուզեց, պեսոկ ուզեց, ես էլ ավազ տվի, թող Շաքարավազ ուզեց, Շաքարավազ տայի։ Հիմա անպայման առաջանալու է մի Արցելուն Հովանիսյան, էլի ասելու է հաղթելու ենք, էլի լրատվականների 90% այդ հաղթելու ենք տարածելու է, էլի
արտակարգ ռազմական դրություն է հայտարարվելու, Փաշինյանը դուրս կգա կասի այս անգամ այլ կերպ է ընթանալու, բայց լեզվի ծերով էլի ակնարկելու է, որ պարտություն է տեղի ունենալու, խաբելու են 180 աստիճան սխալ ինֆորմացիա են տալու, մի քանի միջնորդություններ են լինելու, պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հայկական կողմը դա չի ընդունելու, մի խոսքով մինչև վերջին պահը էլի խաբելու են ժողովրդին ու ասեն, որ վերջում Ստեփանակերտը կամ Շուշին ընկավ։ Դրանից հետո էլի երկար ժամանակ մնալու է ռազմական դրություն, հետո պայմանավորվելու են ընդդիմադիր որոշ գործընկերների հետ, որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացվի, ընդդիմադիրները ասելու են, որ իրենք անպայման կրելու են, այս վիժված դավաճաններին ռադ են անելու, անպայման դա ասելու են, ընդդիմադիր տարբեր թևեր սկսելու են պայքարել ոչ թե Նիկոլի դեմ, այլ իրար դեմ, բնականաբար ընտրությունները ավարտվելու են Նիկոլ Փաշինյանի հաղթանակով, մինչև ընտրությունները անպայման պարլամենտական ընդդիմության հետ Նիկոլը պայմանավորվելու է, որ ռազմական դրությունը ինքը կհանի միայն մեկ պայմանով, եթե իրենք խոսք տան, որ անվստահության գործընթաց չի սկսվելու։ Ու ոչ էլ կսկսվի, ոչ այդ ժամանակ կսկսվի, ոչ դրանից հետո կսկսվի, տարիներ հետո։ Իմիջիայլոց անվստահությունից խոսվեց։ Միանշանակ է, որ այս իմպիչմենտի գործընթացը իմպիչմենտի գործընթացի թիրախներից մեկը, այսպես ասեմ, թիրախներից մեկը ընդդիմադիր դաշտում դիրքավորվելն է։ Եվ ընդդիմադիր ամենամեծ հատվածը, օրինակ, ասում է, որ սա նպատակահարմար չի։ Իսկ հետաքրքիր է, պարոն Սեյրան Օհանյան, ընդդիմադիր խմբակցության ամենամեծ խմբակցության ղեկավար, հետաքրքիր է, իսկ պատու հասած ողբերգության պատճառների մասին պարլամենտում խոսելը էլի նպատակահարմար չի, պարոն Սեյրան Օհանյան։ Դուք տեսաք այսօր Ալիևի, Էրդողանի ու Փաշինյան Նիկոլի հանդիպումը։ Անձեն աչքով երևում է ասողիկ լսողիկ հարաբերություններ, որը պայմանավորված է ոչ թե պատմական իրողություններով, տնտեսական իրողություններով, ռազմական իրողություններով, որ մի պետությունը մեծ է, մյուսը փոքր է, ոչ, դրանով պայմանավորված չի։ Այստեղ ուրիշ բան կա։ Անձեն աչքով երևում է, պարոն Սեյրան Օհանյան, եւ դուք երթում եք տվել։ Պատգամավորական երթում եք տվել։ Հիմա խորը կասկածներ կան, որ կեղծ հեղափոխություն է տեղի ունեցել, ուղղակի իշխանափոխություն է, իշխանահանձնում է տեղի ունեցել, ասում են հեղափոխություն է տեղի ունեցել։ Ոչ թե խորը կասկածներ, այլ հաստատված փաստեր կան, որոնք խոսում են այդ ամենի մասին։ Խորը կասկածներ կան, որ Հայաստանի Հանրապետության բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք օտարերկրյա գործակալներ են, մեղադրանքներ են հնչել, օրինակ Արարատ Միրզոյանի վերաբերյալ, խորը կասկածներ կա Արմեն Գրիգորյանի գործունեության հետ կապված, անվտանգության խորհրդի քարտուղարն է Քրիստինե Գրիգորյանի, եւ այսպես շարունակ շարքը կարելի է շատ երկար թվել։ 2020 թվականի դեկտեմբեր ամսին Դավիթ Սարգսյանի մոտ այդպիսի մի լրագրող կար, դարձավ պրոպագանդիստ։ Ամենավերջին պրոպագանդիստը դարձավ Դավիթ Սարգսյանը։ Սեյրան Օհանյանը, Միքայել Համբարձումյանը հարցազրույց է տալիս այս ժուրնալիստին եւ ասում է անուղղակիորեն ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը իլուր աշխարհի հայտարարում է անուղղակիորեն մեղադրում է Նիկոլ Փաշինյանին օտարերկրյա գործակալ լինելու մեջ։ Պարոն Սեյրան Օհանյան, նպատակահարմար չի իմպիչմենտը, հասկանում եմ ձեզ։ Երբևէ զրուցել եք Միքայել Համբարձումյանի հետ։ Փորձել եք օրենքով ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում կանչել Միքայել Համբարձումյանին ազգային ժողով եւ բացատրություն պահանջել։ Արել եք։ Դա էլ նպատակահարմար չի, բայց ի՞նչն է նպատակահարմար, պարոն Սեյրան Օհանյան։ Շվեդիա գնալը, Ռուսաստան գնալը, падգամավորների հետ նիկոլական նպատակահարմար է։ Ծեծուտելը,
վիրավորանքներ ստանալը նպատակահարմար է։ Ես չեմ խոսում պատիվ ունեմի մասին, այնտեղ ամեն ինչ պարզ է։ Այդ խմբակի падգամավորներից մեկը տարիներ առաջ նույնիսկ հայտարարեց ի պատասխան Անժելա Թովմասյանի հարցի գործակալների վերաբերյալ մոտավորապես եմ մեջ բերում Սերժիկի Սանիկի հայտարարությունը, կարող եք մտնել նայել, YouTube-ում կա, մոտավորապես պիտի մեջ բերեմ, որտեղ մենք չենք կարող դառնալ իզգոյ եւ այդ ամենի դեմը առնել, մոտավորապես եմ մեջ բերում, ելի եմ ասում։ Այնտեղ ամեն ինչ պարզ է։ Բադուկ բանակից թռացնելով, պարտադիր զինվորական ծառայությունից փախացնելով դրել եք ձեր դեմը սեղաններին Արցախի դրոշը հայրենասեր եք խաղում։ Փաշինյան Նիկոլը իր դեմքով ամեն ինչ անում է։ Դուք Փաշինյան Նիկոլի ֆոնին հայրենասեր եք խաղում։ Հիմա ով է ավելի մեծ վատություն անում այս ազգին։ Պարոն Սեյրանոհանյան։ Պարոն Սեյրանոհանյան, մարտի 1-ի դեպքերի ժամանակ դուք անցնում եք այդ գործերով։ Խորը կասկածներ կա, որ Փաշինյան Նիկոլը այդ ժամանակ եղել է ոչ թե ընդդիմադիր գործիչ, այլ ընդդիմության շարքերը գործուղված ազգային անվտանգության ծառայության գործակալներ։ Խորը կասկածներ կա։ Այս հարցը պիտի բարձրացնենք դուք օրինակ օրերից մի օր, թե պարլամենտում, որպես падգամավոր, ես ուզում եմ հիշեցնել դա ձեր հայեցողական ցանկությամբ չի պայմանավորված, ուզենամ այս հարցը կբարձրացնեմ, ուզենամ չեմ բարձրացնի, դուք պարտավորություններ ունեք ազգային ժողովի ամբիոնը օգտագործել եւ քաղաքական ամենակարևոր հարցերը այդտեղ բարձրացնել, այդտեղից բարձրացնել հնարավորության սահմաններում ստանալ, պահանջել ու ստանալ պատասխաններ։ Հիմա վերջը Նիկոլ Փաշինյանը 2008-ի մարտի 1-ի դրությամբ ընդդիմադիր էր, թե ազգային անվտանգության ծառայության գործակալ։ Վերջը ժողովուրդը այսքան ողբերգությունից հետո, այսքան սարսափից հետո, այսքան կորուստից հետո պիտի իմանա իր հետ ինչ է տեղի ունեցել, թե չպիտի իմանա։ Այսինքն իմ նման մարդիկ պիտի խոսեն, իմ նման մարդիկ պիտի զրկանքների մեջ ընկնեն, պարոն Սեյրանոհանյան, դուք էլ պիտի աշխատավարձ ստանաք բարձր, ձեր խոսքը վերաբերում է ձեր խմբակին, ընդդիմադիր, ձեր գողոնը պահեք, հա? Չի լինում, պարոն Սեյրանոհանյան, այդպես, չի լինում։ Արմեն Գևորգյան, լավ ես։ Աղվան Վարդանյանն ասում էր, որ երբ ես Արմեն Գևորգյանին բան եմ ասում, անարդար եմ ես, շատ վատ բան եմ անում, որովհետև մարդը Եվրոպաներում լուրջ գործով է զբաղված։ Ճիշտ է, ես անարդար եմ, դուք էլ արդարն եք։ Մի խոսքով, վերջում էլի ես ուզում եմ խմել տուն պահող Նիկոլի ֆոնին կարգին տղա երևացող հայրենասեր մարդկանց կենացը։